այդ որոշումը իրավական ձևակերպելու համար եւ այդ օրից են վախենում նրանք։ Այդ վախկոտների հիմա այդ դալիճում այդ օրվա արդյունքներից են վախենում։ Նրանք միամիտ մարդիկ չեն։ Նրանք ըստ էության ամենատեղեկացված մարդիկն են։ Եթե մենք հիմա կանխազգում ենք մեր ժողովրդի այդ շփումներով, սոցիոլոգիական հարցումներով, որ այս գործընթացի առաջատարը Սամվել Կարապետյանի ղեկավարած դաշինքն է, ապա իրանք դա չեն զգում, գիտեն դրա մասին եւ դրա համար են պայքարում։ Մենք արդեն հաջողության կես ճանապարհին ենք, սիրելի ժողովուրդ։ Այսօրվա մեր այստեղ ինքնաբուխ մի քանի րոպեի ընթացքում հավաքվելը շատ խորհրդանշական է։ Առաջիկայում մենք ունենալու ենք նաեւ մեծ հանրահավաք։ Samo. No dictatorship! 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 Please join us to make Armenia democracy! Please join us! No dictatorship! No dictatorship! No dictatorship! No dictatorship! No dictatorship! Please join us and we explain you what is happening now in Armenia. You are meeting with dictators. No any democracy in this building at this moment. Please join us. Democracy now is here. Անդերի մարդկանց։ You are dealing with dictators! Ձեր հայրենակիցներ, եւս մեկ անգամ ուզում եմ նաեւ տեղեկացնել, որ ընդամենը մի քանի օր հետո ապրիլի 11-ին ժամը 17:00-ին Ազատության հրապարակում ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ դաշինքը հրավիրում է համազգային մեծ հանրահավաքի։ Բոլորին կոչ եմ անում այն մարդկանց, ովքեր իշտորիվ մեր լրատվամիջոցների այս պահին հետևում են մեր այսօրվա ինքնաբուխ չպլանավորված ակցիային, միանալ ապրիլի 11-ի մեծ համազգային հանրահավաքին։ Նիկոլ Փաշինյանը փորձում է պառակտել մեր ժողովրդին, մասերի բաժանել, թշնամացնել իրար հետ։ Սամվել Կարապետյանը անում է ճիշտ հակառակը, նա համախմբում է մեր ժողովրդին, համախմբում ուժով, բարությամբ, հաջողություններով, հայրենասիրությամբ։ Մենք բոլորի միասնական սերը, համերաշխությունը հեվացելու է Ազատության հրապարակում, մեր ժողովրդի կարևոր իրադարձությունների այդ կենտրոնում, եւ մենք շարունակելու ենք մեր պայքարը, որովհետեւ մենք մոտ ենք հաղթանակի, եւ այդ հաղթանակի տերը լինելու է հայ ժողովուրդը, հաղթանակին մեզ առաջնորդելու է Սամվել Կարապետյանը։ Այո!